Սիրելի հետևորդներ, բարևներ բոլորիդ, ինչպես եք, ոնց եք, քեֆ, հալ, տրամադրություն, առողջություն, կարևորը որ լավ եք, գիտեմ, ինչու եմ իմանում, որ լավ եք, որովհետև շատ լավ մեկնաբանություններ եք գրում, ոյ ուղիս էլ եկավ, տեսեք, ուղի էի թորում, համ ավել էի անում, համ օղի էի թորում, ասուրի օղին եմ թորում, լավա չխառնեց, մի հատ ջուրը կարգավորենք, ահա և վերջ, ինձ թվում է, որ կարգավորվեց ամեն ինչ, հա, եկել եմ գործից, մասուրի օղին ենք թորում, հասել է, այսին զնգզնգալ են գալիսը, ասեմ, որ ես ամենը կազմակերպել է Հաշոդն ու Հրանդը, ես էլ ընդամենը ասիստեղ մաքրտեմ ու գալու ժամանակներ, տեսեք օղին եկավ, մասուրի օղին, զնգզնգալ են, լծվում է այստեղ, տնաս քանի աստիճան է, որ լավա ասի այս անգամ մի հատ ավլեմ, ոչ թե փոշեկուլով մաքրեմ, մի երկու փշուր թափվեց, և վերջ, պահին, եկավ ձեր արաղը, պարոն, նախարար, ձեր արաղը եկավ, գրադուզնիկը սուրա, գրադուզնիկը սուրա, ով կարող է գուշակել քանի աստիճան է օղու թունդությունը, ես այսպես, մոտ 50, ահագին եկել է, բայց ով կարող է ճիշտը ասել, այս մեծ աշխարհում, հալարեցի բաժակ վերցնեմ, չնայած ես այլ կողքս էր, թող լծվի հենց անմիջապես ես ձորակիդ, հիմա կասեք տանն են դու ես էլի անում, կարևոր է ես վերցել դնել նա, անում են, դե ես սիրում եմ նման բաներ, մանավանդ որ մասուրի օղին է, ես սիրում եմ իմ ձեռքով, իմ օղիները, գինիները պատրաստել, յուրահատուկ համեր ստեղծել, իրես որ վերցնեն դնեն, դատարկեն նորը լցնեն, այդ ինձ համար ամեն ինչ արժի, և լցվեց, ես ինչ ասեցի, 55 աստիճան, վատ չի, այսպես էլ մնա, շատ լավ է, ես արդեն ես, որ լեզվով առնում եմ համը, իմանում եմ քանի աստիճան է, 60 չկար, խաչը իմն է, զորությունը գիտեմ, չէ, ամեն մարդ իր գործի մեջ է վարպետ, ամեն մարդ գիտի ինչ է անում, ոնց է անում, ճաշ շեփելուց պրծել եմ, մի մեկնաբանություն կարդացի և գրել էին, լավ վաղը ճաշ չես եկի, ճիշտ ասեցիք, ճիշտ, կա, այսօր կուտեն, ես էլ սենց գործերով, բայց ընենց չի, որ գործերից պրծում չկա, այսօր տերն ընդառաջի օրն է, այսօր ժամը 5-ին ժողովուրդը
կնշի, եթե չեմ սխալվում, 5-ից հետո են, չէ, կրակը վառում։ Եվ եղանակը կտականա, տաքերը կընկնեն, ինչպես ասել էին մեր մեծերը, մեր տատիկ պապիկները, եղանակը կկոտրվի, գարունը կգա։ Տրնդեզա, ես ահլնեմ, ինչ անեմ։ Խոհանոցը զբաղված է, բայց դե սա ինչ չի խանգարում։ Մի քիչ ֆստուշկա բովեմ, տեսնեմ խմոր եղեն անեմ, ադի բուդի սարքեմ, տենց բաներ սարքեմ, մենք էլ նշենք, այսօր մեզ մոտ երեխաները կխաղան մի հետաքրքիր տոն է, ակլե մարե են ասում, մութը որ ընկնում է, տոպրակները ծեծում են դռները, տոպրակները կախում են և ժողովուրդը գիտի, արդեն բնակիչները գիտեն, որ երեխաներին պետք է բաժին տան։ Սա այս խաղը խաղացել են հին ժամանակներում երթիկից տոպրակ են կախել, այն ժամանակ պատուհան բան չի եղել, երթիկներից են կախել տոպրակը, թելով իջացրել են, մեշոկա եղել, ինչ ա եղել, պարկը կախել է երթիկից ու ճիր, չամիչ, խնձոր, մրգեր, հին խաղ է, հին ավանդույթ է և մեր Վայոց ձորում, վայքում դա պահպանվում է։ Լավ է։ Եվ շատ լավ է, լավագույն ավանդույթները թող պահպանվեն։ Արաղն էլ թող գա, տեսնեմ կոֆե խմենք, Լիլիթն էլ թխվածք է ուզում, բայց խոսք եմ տվել, որ հեսա լվացքը թող վերջանա, կոֆեն խմենք մի հատ, թարմանանք, ուստում։ Թխվածք պատրաստենք, ուտենք։ Բա, պատուհանը բացել եմ։ Իմ մորոլ է, Մարալը սնայմա, Լիլիթը սնայմա կոֆեն, որ հեսա խմենք թխված թխենք, ինչ ես ուզում Լիլիթ ջան։ Պետքին երբա սարքել ես ջեմով ոչտակա։ Կարմիր ջեմ որ լցում եմ, բա։ Խնդրում ծիրանի ջեմ։ Ծիրանի ջեմը պատվալն է։ Կամ էլ էտ խտասրած կաթը։ Վերջ։ Բայց ես մեր սիրել հետևորդներ, ձեր տոնը շնորհավոր ասել, տրնդեզը շնորհավոր, լեմարը։ Մենք այսօր սարքում ենք մեր սիրել հետևորդներ, ինչ պետք չնի։ Դե սարքենք։ Ջարդում ենք 2 ածու։ Հետ 1։ Այո։ Խաղալու ես ակլեմարը։ Ում հետ խաղում։ Շենքի երեխաներով, դուք անցած տարի խաղացել էիք։ Ում զանգեցի, զանգում եմ երեխեքի չեն պատասխանում։ Հիմա լցնում ենք պեսոկ և խառնում ենք։ Հոնցան մեր մոտ միքսեր չէ, ձեր համար ոնց ես խառնեմ։ Ինչու չկա, որովհետև հարիչը դարակում է, այս արաղն էլ թորվում է։ Եվ Լիլիթը ստիպված է այսպես հարել։ Լիլիթին զանգեցին, Լիլիթը գնաց։ Եվ ես հարեցի խմորը առանց հարիչի։ Այն մեկը հարմար չէր, սրանով այդ բլենդերի հարիչով եմ հարում։ Շատ լավ էլ եղավ։ Վանելին եմ ավելացրել։ Ու այստեղ ես ինչ եմ անում։ Մածուն եմ վերցրել, բաժակից մի քիչ պակաս է։ Ավելացնում ենք Եկամ ես։ սոդա եկար, դե սարքի լավ։ Սոդան ես վանիլը լցրեցի։ Արդեն դու սոդան հարի ավելացրու։ Հարի ավելացրու։ Всё լցնում եմ։ Լցրու։ Զանգեցին։ Դիր գնա, դե որ զանգեցին գնա։ Գնա, ես կսարքեմ, ավել լավ է, ես մեծավարի սարքեմ, ես այսօր հանգես չեն տա, մածունն էլ ավելացնեմ,
Պեչանիներ եմ պատրաստում, թխվածքաբլիթներ, ջեմով էլ, առանց ջեմի էլ, տեսնեմ, ոնց կլինի։ Դե մեր հարիչն էլ, ասեցի փակա դարակը, բայց սենց էլ շատ լավ եղավ։ Ու ավելացնում եմ բուսայուղ, ոչ սուրճի բաժակ է, ոչ էլ թեյի բաժակ, դենց չգիտեմ, մոտարապես երևի մի, որ սուտ չասեմ 100 միլի կլինի կամ 80 բուսայուղ, հիմնական փափկությունը հենց ապահովում է այս բուսայուղը, ալյուրը մնաց, ալյուրը այնքան եմ ավելացնելու, որ ինքը փափուկ, տենց գնդվի էլի, տեսեք մաքուր է, բայց դե սովորություն ունենք, չէ, մաղենք։ Յուր եմ արել, մի փոքրիկ գունդ եմ վերցում, հիմա կասեք ինչի համար է, մի փոքրիկ ես խմորից այսպես գրտնակել և մի գունդ էլ այստեղ։ Նույն չափի, իմ խմորը տեղափոխեմ այստեղ, որովհետև գրտնակով պետք է ես աշխատեմ, կակաոն չի բերել, ես թող սենց մնա չի խանգարում և այստեղ խմորը լցնեմ, պեչենի, որ պատրաստենք, տվել։ Պատրաստ է։ Այս ջեմ եմ դնում մի քանի հատ, մնացածին էլ ծիրանի, թող Լիլիթի սրտով լինի։ Ջեռոցն է տաք հաշտապում եմ։ Սա մինչև կլինի, են մյուս ձևը կանեմ։ Որը։ Հա, հաքի։ Ուր ես գնում։ Ակլեմարը խաղալու։ Нет։ Ինչ է, տեմուի շորերը հակար գնացիր։ Հաջողություն, Երևանք։ Տոպրակներով։ Ես էլ էսի դնեմ, թնաշոտը բերեց կակաոն, այսա ես կական կակաոյի համ է, ահա տարածքը ես մաքրեցի, սիրելի հետևորդներ, հիմա այս պիտակ գունդը ես գրտնակեմ, բացում եմ փափուկ գունդը, հեշտ բացվող փափուկ խմոր, տեսնեք փափուկը նույնիսկ ինքը ծալվում է, ինչքան կարանք կբացենք, չենք կարա չենք բացի, չմոռանամ նաև ջեռոցի հետ միջի խմորը նայել, զգուշ դնենք այս կողմի վրա, երևի արդեն պատկերացրեք ինչ եմ անում և հիմա գրտնակում ենք այս մի գունդը կարիճնվին,
Այն մյուս գունդի չափ պետք է բացեմ։ Նայեմ ու գամ։ Ու կարիճնավի գունդը այսպես փռում ենք այս մեկի վրա։ Տեսեք։ Ահա։ Այսպես։ Պատկերացրիք ինչ արեցինք։ Եվ հիմա սիրուն։ Այսպես։ Պտտացնում եմ։ Ռուլետի նման պտտացնում ենք։ Կարող ենք մատերով այսպես բացել, որ ինքը հավասար լինի քառակուսի սիրուն գա, որ երզել։ Ու վերջ։ Սա էլ մեր պեչենի գնդիկը։ Վարվեց։ Ահա սիրելի հետևորդներ, այսպիսի տեսք ունեցավ, հիմա դնեմ ջեռոց։ Եվ փոխարենը բերեցի այս թխվածքա բլիթները ջեմով։ Շատ լավ եղան։ Այսին չոքա խոհանոցում, մի կողմից օղին, մի կողմից էդ, մնաց մի փոքր, հեն էլ պատրաստեմ ու վերջ։ Մի քանի հատ մնաց, դրա համար սենց վերցնում ենք, մտցնում ենք ձվի մեջ ու շաքարավազի մեջ։ Պեչենի ու դնում ենք։ Շատ լավ տարբերակ է։ Ուղղակի ես ես խառը ժամանակ ձվի մեջ, հետո շաքարավազի մեջ։ Ասեք այսպես։ Ահա, սա էլ մյուս տարբերակը։ Նայեք։ Չգիտեմ, դուք որ տարբերակն եք հավանում, բայց նույն խմորն է, իհարկե սա ուրիշ համ կլինի, կակաո եմ օգտագործել, բայց ջեռոցում էլի խմոր ունեմ։ Եվ երեխաները դուռը ծեծում են։ Հա, ակլեմարե են խաղում։ Եկան դուռը ծեծեն եւ մենք պետք է բաժին տանք երեխաներին։ Հենց ճիշտ ժամանակին էլ եկել են։ Միայն մի բանով կխանգարեմ, որ ջեռոցում ես պեչենի ունեմ, չվար։ Հե։ Նատ լսրու պեչենիներ, հա։ Դու եկար։ Էդ ինչեր եք հավաքի։ Մամա, երեխեքի տոպրակ։ Ու, մի հատ նկարենք, էլի էտեմ։ Ուրեմն տեսեք, ինչեր են հավաքել տներից, կոնֆետներ, մի կպի։ պեչենիներ։ Մամ, քչմա։ Խնձոր, կան ես կդնեմ։ Կանի, ես դնեմ։ Էս ինչ տոպրակա։ Էդ մերնա։ Ու։ Մերն էլ կցենք, մենք հլա։ Եվ լավա հոգում վրա հասա, այն որ պեչենիներս չվառվեց, ես էլ մյուս տարբերակն է, եսի ավելի տենց լավ է լինում, շատ լավ է լինում, ահա, ուրեմ էլի տոպրակ բերեցին, մեր թաղը իչքան ճիշտ կա, հիմա իրա տոպրակը կվերցի կգա, ակլե մարե, ես դու ես լծրե, չարազ մարազ, չիր միր, չիր ու չամիջ, պեչենի մեչենի, ահա, էտ էլ էտ, նրանք տակ է, կանի տանեմ, հա, վերց գնա, հրան դեսոր թաղի երեխեքն էի, ակլեմար են խաղում, ես ինչ երեխայ աշատ, երեխեք, ահա, գնացին կողքի պաջեստ,
Այսպես ուրախ հավեսին խաղում են, թող խաղան, իրենց մանկությունը անեն երեխաները։ Մենակ նեղ պահի են գալի, որ չգիտեմ, տորթը խմորեղեն է նայեմ, բարվում է, ինչ անեմ։ Բայց խաղում են, ահա։ Մենք խառնվում ենք իրար, բայց մեր օղին իր հունով, իր հանգով թորվում է։ Երկրորդ բերան էլ պետք է թորենք։ Վայ, մի հատ գնամ մոտիկից ցույց տամ, ես պատկերացրեք, սիրելի հետևորդներ, թխեցի ու այսքան մնաց երեխաներին բաժանեցի, թող տանեն ուտեն, հեսա էլի են գալու, էլի կտամ, սա էլ էդ մի տարբերակն է, ես էլ շատ լավ ստացվում, ես անգամ սենց եմ սարքելու, տեսեք ինքը ավելի լավ ուռում է, բացվում, տենց ճաքում է, շատ լավն է լինում։ Հիմա ինձ ասեք, դուք որ տարբերակը հավանեցիք, իհարկե ես այս ամենը մի հատ տեղափոխեմ մեկ ամանի մեջ արդեն և այսպես։ Հիմա ասեք, սիրելի հետևորդներ, դուք որ տարբերակը կնախընտրեք, տեսեք, իհարկե սա տոք էր, ինչքան համով է, Ատմիջման ժամն է, ես էլ կարմիր լոպին չոր լավաշով բրդել եմ, ախորժակով, ընդմիջում անենք և հացը ուտենք մեր, տեսնենք ինչ ենք անում, մեր գործը շատ երկար է, չի գալի հլերը, տակա է ներկաթը տակա, որ չէ, Օղի թորելը հեշտ բան չի, սիրելի հետևորդներ, և ամեն մարդու խելքի բան չի, չնայած հավես է պետք, կատակեցի, ամեն մարդ էլ կարող է օղի թորել, միայն թե հավես ու սեր է պետք, հիմա ես ես լցնեմ մեծ տարայի մեջ ենք հավաքում, որ երկրորդ բերանը թորենք, ամբողջը հավաքում ենք այսպես բանկաներով ու լցնում թորում ավելի զուլար, ավելի որակյալ օղի է լինում։ Այս տարի էլ երևի օղի չունեմ թորելու, մի քիչ չիր միր կա, որ չեն ուտի, վերջում այդ չրերը, հին մուրաբաները ամբողջը խառնում եմ իրար ու օղի եմ թորում, հետո արդեն սեզոնը կգա, մրգերը հետո սեզոնը կգա թար մրգերով կթորեմ։ Որ ես տարի շատ պասիվ էի օղի թորելու առումով, շատ քիչ թորեցի, զբաղված էի, հոգնում էի, բայց տունը պետք է գալի, խմում ենք, հյուրասիրում ենք, որ ասեմ վաճառում եմ, սուր կլինի, տես այսքան տանը չունենք, մենք էլ ենք գնում օղի գնում ու և զարմանում եմ, որ ասում եմ օղի չունենք, ասում են դու օղի չունենաս, իրոք չունենք, բայց դե տանը պետք է լինի, տնական օղի, խանութի օղիները ինչ են, հեչ բան են, տեսնեմ են թխվածքաբլիթներից մնաց, ամենը մնաց այսքան, հետ էլ մնաց, որ լավ է, ասեմ, որ էլի երեխեք եկան, դուռը ծեծեցին, իրենց բաժինը տարան, հետաքրքիր խաղ է, ու ես չգիտեմ, գրեք տեսնեմ, որ մարզում են խաղում նման խաղ, օրինակ Արտաշատում, Արարատի մարզում, մենք խաղացել ենք ջանգելումը, իհարկե դա ոնց որ ամառն են խաղում, են որ են դեղին ծաղիկները
ծաղկում ամենք դրան ջանգիլումի ծաղիկ էինք ասում, հենց բացվում էր դրան քաղում, բուկետ էինք անում, փնջեր ու գնում էինք տներով ու փողոց ման էինք գալի երկելով եւ մեզ տվյալ ընտանիքը կամ գումար էր տալի, կամ էլի տենց սնունդ, միրգ, կոնֆետ, ձու էին տալի, մենք էլ վերջում հավաքվում էինք դաշտի մեջ, քեֆ էինք անում, ուտում, ուրախանում էինք, բայց մեր այդ խաղը մի ուրիշ ձև էր, աղջիկներից մեկը հարսն էր, հարսի շոր էր հագնում ու երգում էինք, ովքեր Արտաշատից են, Արարատի մարզից են, երգը ծանոթ կլինի, երգում էինք ջանգիլում ասեմ կշարեմ, ջան գյուլում ջան, նստեմ տոպրակը կարեմ, ջան գյուլում ջան, ասեմ, որ դա համբարձման տոնն է, եթե չեմ սխալվում, բայց շատ հետաքրքիր էր անցնում, իսկ Վայոց ձորում ջանգիլում չեն խաղում, Արտաշատում, Արարատի մարզում խաղում են, այստեղ էլ այդ ակլե մարենա էլի, գիշկի այստեղի բնակիչները դա անշնորհքություն չեն համարում, ավելի են ուրախանում, որ իրենց մարզի այդ ավանդույթը, ավանդական խաղերը մնացել է, այդ առաջվա քաղցրությունը դեռ պահպանվում է։ Ես էլ այս գիշերվա կես որոշեցի պելե կոֆե խմեմ։ Նստի, լավ խաղացիք, Լիլիթ, մենակ մեր շենքը գնացիք, հա, ուրիշ տեղ չգնացիք, դե ասա է, հա, ինչ, ուրիշ շենք չգնացիք, բայց ուրիշ շենքից եկել էին, չէ մեր շենք, համը վապ է չնիներ, երեխեքին տվեցի, տխեցինք երեխեքին, բաժանեցինք, բաժինները շատ լինի, ինչքան պակասում է ամեն մեկի օջախից ինչ-որ մի բան, Աստված թող տասնապատիկը տա, հազարապատիկը տա, ես էլ այսօրվա իմ աշխատանքը, գործը, իհարկե այս օղին դեռ երկար կա, որ թորվի, ու որն ես հավանը շատ, այդ համովա չէ այդ պեսոկովը, լավ, մի օր գիստոր լինի այդ պեսոկովից կտխենք, դե սիրելի հետևորդներ, ես այսօր ներկայացրեցի իմ աշխատանքներից մի չնչին մաս, կարծում եմ այսօրվա համար բավական է, այսօր մեր հայերիս համար ընդունված է, չէ, որ տրնդեզի օրը 13-ին տրնդեզ են անում նորապսակները պտտվում են խարույկի շուրջ, որը պետք է թռնեն կրակի վրայից, որը հաջողություն է բերում, չարն ու ցավը չորը տանում է, մի խոսքով, եւ ինչ եմ ուզում ասել, ովքեր այսօր պսակադրվեցին, տրնդեզ արեցին, շնորհավոր լինի, բախտավոր զույգեր լինեն, երջանիկ լինեն, ամենալավ բաները իրենց, եւ ձեզ էլ ասեմ բարի գիշեր, ես էլ պատրաստ եմ վաղվա օրվան, որ գնամ գործի, գործի անուն մի տուր, Ռաստվարյոնի, մենակ եմ խմում դրա համար, բռնացրին է, կոֆե խմելուց բռնացրին, մենակ անձայն դրեցի կոֆե եմ խմում ու բռնվեցի, ինչի ուզում էիր խմեիր, կարծում եմ այսօրվա համար բավական է, և ձեզ էլ ասեմ բարի գիշեր, լավ մնացեք, առողջ եղեք,